շատ են բրդովում։ Որովհետև մարդը տևական ժամանակ ամիսներ շարունակ, չէ՞ Տիկին Գալյան, մարդը դուք ձեզ մեղավոր զգում եք, ոչ ինչ եմ արել։ Ինչ եմ արել կամ ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Կմանրամասնեք ինչ էիք արել։ Խնդրում եմ, ինքներդ գործը ուսումնասիրեք, տեսեք մենք ինչ էինք արել եւ ինչ պետք է անեինք եւ դրանից հետո եզրահանգումների եկեք եւ սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ։ Տիկին Գալյան, ես եմ որոշում թե ես ինչ հարց պետք է, չէ, Տիկին Գալյան, այստեղ խնդիրը նա է, քաղաքացին մահանում է, քրեակատարական ծառայությունը դուք ձեզ մեղավոր զգում եք, որ այսօր ինչ որ մարդիկ օրինակ սոված Եթե իմ կողմ կամ դուք ձեզ մեղավոր զգում եք, որ ինչ որ բան չեք անում։ Չեմ բարձրաձայնում, պետք է ամեն ինչ անեմ բարձրաձայնեմ, ինչ է անում։ Տիկին Գալյան, ես իմ մեղավորության մահվան դեպքում դուք ձեզ մեղավոր զգում եք։ Տևական ժամանակ բարձրաձայնել եմ, որ այդ մարդը ունի առողջական խնդիրներ, ոչինչ չի արվել։ Ոչ, լավ բարձրաձայնել եմ, համապատասխան մարմինները քայլեր չեն ձեռնարկել Տիկին Գալյան։ Մեկ հարց, դուք տեղեկություններ ունեք, որ ասում են Facebook-ում գրառման համար կնոջ տարել են, ազատազրկել են, կալանավորել են, TikTok-ում ինչ որ քննադատության։ Տեսեք, դուք հարցը տեսեք Facebook-ում քննադատության համար, ինչպիսին է եղել, եթե դա կոչեն քննադատություն, դրա բովանդակությունը։ Եթե խոսքը ատելության խոսքի, խտրական խոսքի մասին է, որը պատժելի է քրեորեն, իրավաչափ է ցանկացած ներգործության միջոց, որը տեղավորվում է օրենքի եւ իրավունքի շրջանակներում։ Հիմա ինչպես ես մեկնաբանեմ, դուք հարցը տալիս եք այնպես, որ ստացվում է, որ ինչ էլ արված լինի, իրավաչափ չի կարող լինել, իսկ իմ պատասխանը հետեւյալն է. եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ եւ այլն, որոնք հատում են շեմը այլևս քրեորեն հետապնդելի արարք համարվելու, այո, իրավաչափ է քրեական հետապնդման ցանկացած գործողություն։ Ինչպես է ստացվում, որ իշխանությանը քննադատողներին այդ ձեր նշած օրենքի հիմքով գործընթացներին, բայց ընդդիմադիրներին չեն։ Օրինակ կաթողիկոսին, որ ասել էր պետք է գլուխը ջարդել, այդ անձը հետ կապված ճիշտ է, գործ հարուցվել է, բայց կարգավիճակ չունի, գործ հարուցվել է, ախր հարցին ես չեմ կարող պատասխանել։ Ես չեմ ընդունում խտրական որևէ դրսևորում։ Ես կարծում եմ, որ ցանկացած արարքին պետք է տալ ճշգրիտ գնահատական եւ համանման իրավիճակներում այդ գնահատականները պետք է լինեն նույնը։ Ես դրա կողմնակիցն եմ։ Եվ քանի որ ասում եք քրեական գործ հարուցվել է, դա շատ լավ է, եթե հանգամանքները դուք ճիշտ ներկայացրեք։